Ընդդիմությունը մեղադրում է ձեզ, նկատի ունեմ քաղաքացիական պայմանագրին, որ երբ որ իրենք առաջարկում էին բերել ցեղասպանությունը շղթող օրենքի նախագիծ, դրանից հետո սկսվել է այդ միջադեպը, ասում են, որ լարվածություն կա այս օրերին։ Ընդդիմությունը ով է բան ասում Սուտասանն, որովհետև քրեական օրինակ Սուտասանն է Իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն Սուտասանն է, ես ցես ասեմ հետեւյալը, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Ասում են իրանցը տարբեր է, ես այդ մասին հարցրեցի։ Բարի գալուս նոր իրականություն է, ինչ ասում մերը տարբեր է։ Քրեական նման հոդված կա, երկրորդը միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ Դաշնակցության խմբակցության, արդեն Դաշնակցության խմբակցությունը չէ երևի, Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք, ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասաց, ես էլ միկրոֆոնս կարամինացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում, դրան ի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան Գառնիկ Դանիելյանը ասաց, մի նստի արծվիկ, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ անցած, ասացի դե լավ, որ ասում եմ մի նստի, կամ դու վեր կաց կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց այնտեղից բղավել, ինչին ի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընթարումը, որի ժամանակ այդ ձեր նշած անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր այս կոմենկոն, որ հանկարծակի այդ ընթարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղը կամ կռվի հետ կապած գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստում էր բանից դեպի Դաշնակցության գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, այդ չեմ ասում, գալիս կնոպկ են սխնում, փախնում են դահլիճից, գալիս են մի հատ գոռում են, մտածում են, պատասխան չեն ստանալու, իսկ ես ամեն ինչ արվում եմ նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետք է աշխատանք ցուցադրվի, պետք է ցույց տվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասացի, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է շարունակեն, թող շարունակեն։ Բայց անհարկի չէ, երբեմն ազգային ժողովի նախագահ ընդհատում պատգամավորներին, այդ մասին շատ կարևոր, որ դուք կանգնակակը խախտում եք, երբեմն ոչ ձեր լիազորությունների շրջանակում պատգամավորներին միջամտում եք հայտարարությունները։ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների մեջ մտնում է բնականոն աշխատանք ապահովել։ Շատ հաճախ այդ բնականոն աշխատանք ապահովելու համար պետք է տարբեր ձևերով իրավիճակը իջացնես լարվածությունը կամ հարվածը քո վրա վերցնես կամ ինչ որ ձևով այդ լարվածությունը ուղղորդես մեկ այլ ուղղությամբ եւ ներողություն եմ խնդրում, բայց տենց կողքից տենց ալիքները թերթելուց կամ որևիցե այլ գործով ձեռից զբաղվելով ինչ որ տենց գնահատական տալը ես չեմ արդարացնում, դա սխալ է։ Ես համարում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ ազգային ժողովը ի հեճուկս այն կանխատեսումների, որը կային 4 տարի առաջ արդեն իսկ, որ ազգային ժողովը չի հաջողելու, որ նիստեր չեն կայանալու, ազգային ժողովը շատ լավ աշխատում է, ազգային ժողովի նիստերը շատ լավ տեղեր ունենում եւ ընդդիմության ամբողջ նպատակը իրանց գոյությունը դահլիճում արդարացնելն է։ Ախր դուք մոռանում եք, հիմա իրանց թվում է, որ մարդիկ են մոռանում, որ իրանք չասեցին, որ իրանք վերադառնում են իրանց օրակարգով սեփական ինչքան ժամանակ անց է, խնդրում եմ դուք գրեթե բոլորդ ընդդիմադիր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ կասեք 2 տարի անց որն է այդ ընդդիմադիրների օրակարգը։ Չստացվեց, չէ, օրակարգը ո՞րն է, իրանք ասացին մենք կբերենք ու իրանք կընդունեն, իրանց օրակարգը ո՞րն էր։ Եվ ինչա բերեցին, բայց լսում ջան, նույնիսկ այդ իշխանապողության օրակարգով իրանք այն ամենաթեժ ժամանակահատվածին, երբ որ այո, անվստահության նախագիծ չէին բերել հայտարարության տեքստ։ Հիմա ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հիմա պարզա, որ պետք է արդարացվի իրանք դահլիճում լինել եւ այդ արդարացումը առավելևս ապրիլի 24-ի մոտակայքում ես ձևով բայց քեփեն շատ ագրեսիվ է տրամադրված։ Զգուշացնում եմ, չափերը չանցնեն,
պատասխանը տեղում է լինելու եւ պատասխանը լինելու է ընտրության միջոցով, պատասխանը լինելու է վերաբերմունքի միջոցով